Անցած շաբաթ Թուրքիայի կրթության նախարարության տեսուչները ստուգումներ էին իրականացրել Ստամբուլի բոլոր հայկական դպրոցներում եւ վարժարաններում եւ այդ ստուգումներից հետո տեղեկացրել էին դպրոցների ու վարժարանների տնօրեններին, որ այսուհետ Հայաստանի քաղաքացիների զավակները Ստամբուլի հայկական դպրոցներում սովորելու իրավունք չեն ունենա։ Եթե ցանկանում են շարունակել ուսումը, պետք է տեղափոխվեն սովորական, հանրակրթական, թուրքալեզու դպրոցներ։ Ակոս հայկական թերթի տեղեկությունների համաձայն այդ տեսուչները եկել էին մինչ այդ հայկական դպրոցները ավարտած Հայաստանի քաղաքացիների զավակների ցուցակներով եւ պահանջում էին տնօրեններից տեղեկություն հատկացնել իրենց այն մասին, թե որտեղ են հիմա այդ հայ պատանիները եւ ինչով են զբաղվում։ Այս որոշումը կտարածվի Հայաստանի մոտ 300 քաղաքացի երեխաների վրա, նրանցից մի մասը թուրքերեն չգիտեն, այսինքն փաստորեն կզրկվեն ուսումը ստանալու հնարավորությունից, կրթություն ստանալու հնարավորությունից, դե չեմ ասում այն մասին, որ կզրկվեն իրենց ազգային ինքնությունը պահպանելու հնարավորությունից։ Եվ դա հակասում է հայտնի Լոզանի պայմանագրին, որով Թուրքիան որոշակի պարտավորություններ է ստանձնել ազգային փոքրամասնությունների լեզվային իրավունքները պաշտպանելու հարցում։ Եվս մի լուրջ վտանգ, այս որոշումը լուրջ հետևանք կունենա Ստամբուլի հայկական դպրոցների համար։ Այս պահին Ստամբուլում 18 հայկական դպրոց եւ վարժարան է գործում, բայց դրանց աշակերտների թիվը տարեցտարի նվազում է եւ անցած սեպտեմբերին կարծեմ 2700 աշակերտ են ընդամենը ունեցել ողջ հայկական ուսումնական այդ համակարգը։ Այսինքն եւս 300 աշակերտի կորուստը լուրջ խնդիր է, որը կարող է հանգեցնի դրան, որ այդ 18 հայկական դպրոցներից 1-2-ը իսկ միգուցե նույնիսկ ավելին ի վերջո փակվեն։ Մոտ 10 տարի առաջ կրկին վիճելի իրավիճակ էր հայաստանցի երեխաների կրթվելու իրավունքի շուրջ, բայց այդ ժամանակ կարծեմ ինչ-որ փոխզիջումային լուծում գտնվեց։ Այո, նախապատմությունը հիշեցնեմ այդ հիշատակած Լոզանի պայմանագիրը, որը Թուրքիան ստորագրեց 23 թվականին, պարտավորեցրել էր Թուրքիայի իշխանություններին պայմաններ ստեղծել կրոնական եւ ազգային փոքրամասնությունների կրթվելու իրավունքը ապահովելու համար։ Խոսքը հայերի, հույների, հрьяաների մասին է եւ ահա այդ համաձայնագրի հիման վրա եւ ձևավորվեցին, այսինքն պահպանվեցին հայկական կրթական հաստատությունները, որոնցից 18-ը մինչ օրս էլ գործում են Ստամբուլում։ Անցած դարի 90-ական թվականներին Հայաստանից բազմաթիվ գաստարբայտերներ, աշխատանքային միգրանտներ մեկնեցին Թուրքիա, որոնց մի մասը որևէ կարգավիճակ լեգալ չուներ եւ իրենց երեխաները թուրքական դպրոցներում սովորելու իրավունք չունեին թուրքական օրենքներով։ Ահա իրենց համար Պոսո հայոց պատրիարքությունը, հայ բարերարները ստեղծել էին այսպես կիսաընդհատակյա դպրոցներ, որոնցում կամավոր հայ ուսուցիչները անվճար իրենց դասավանդում էին, որպեսզի երեխաները պարզապես օգտվեն կրթվելու իրենց իրավունքից։ Թուրքիայի իշխանություններին դա մտահոգում էր, քանի որ այդ երեխաներին սովորեցնում էին Հայաստանի դասագրքերով, այդ թվում նաև պատմություն առարկան էին սովորեցնում Հայաստանի դասագրքերով, ուր խոսվում էր ցեղասպանության մասին եւ հավանաբար դա էր պատճառներից մեկը, որ ի վերջո Թուրքիայի իշխանությունները թույլ տվեցին այդ հայաստանցի երեխաներին սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում, բայց ահա այսպիսի միջանկյալ լուծում էին գտել։ Նրանք կարող էին սովորել, գնահատականներ ստանալ, քառորդներ փակել, բայց ի վերջո դպրոցը ավարտելուց հետո ստանում էին ոչ թե ատեստատ, դիպլոմ, ինչպես մյուս աշակերտները, այլ ընդամենը տեղեկանք իրենց գնահատականների մասին։ Եվ ահա այս համակարգը գործեց 14 տարի շարունակ եւ չգիտես ինչու այժմ Թուրքիայի իշխանությունները որոշում են վերանայել այս իրենց իսկ կայացրած որոշումը եւ հայաստանցի երեխաներին շատ տհաճ եւ անհասկանալի վիճակի մեջ են դնում։ Իսկ ինչպես են պատրաստվում արձագանքել այս որոշմանը Պորսի հայ համայնքի ղեկավարները։
Պոլսեցի մեր հայրենակիցները տագնապալի են համարում այս որոշումը, այս ազդակը եւ փորձելու են իրավական բոլոր հնարավոր մեխանիզմները օգտագործելով բողոքարկել այն։ Բանն այն է, որ այս որոշումը հակասում է մի շարք միջազգային եւ ազգային կանոններին եւ օրենքներին, Թուրքիայի սահմանադրությանը, Լոզանի կոնվենցիային, ինչպես ասացի, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, երեխաների իրավունքների կոնվենցիային եւ հայ փաստաբանները վերլուծում են իրավիճակը հասկանալու համար, թե իրավական ինչ հիմնավորմամբ կարելի է հասնել այս որոշման վերանայմանը։ Թուրք իրավապաշտպանները նույնպես պնդում են, որ այս որոշումը անօրինական է եւ ոտնահարում է երեխաների իրավունքները եւ կոչ են արել Թուրքիայի կրթության նախարարությանը վերանայել այս որոշումը։ Պոսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը անձամբ է զբաղվում խնդրով, հավանաբար գալիք շաբաթ ինչ որ աշխատանքային հանդիպումներ կունենա Թուրքիայի կրթության նախարարության պաշտոնյաների հետ։ Իսկ Ստամբուլի հայկական կառույցներում այժմ ժողովներ են անցկացվում եւ փորձում են համատեղ միասնական գործողությունների եւ քայլերի հերթականության ռազմավարություն մշակել։ Արդյոք իրականում ինչի համար են այս քայլին գնացել Թուրքիայի իշխանությունները։ Դե հաշվի առնենք, որ այս որոշումը կայացվել է Հայաստանի եւ Թուրքիայի միջև այդ բանակցությունների փխրուն, ես կասեի, եւ դժվարին բանակցությունների ֆոնի վրա, երբ ցանկացած բացասական ազդակ կարող է խնդիրներ ստեղծել այդ բանակցությունների վրա, եւ դա հաշվի առնելով անհասկանալի է, թե ինչու է Թուրքիայի իշխանությունը այսպիսի որոշում կայացնում, որը անիմաստ լարվածություն է, կարող է անիմաստ լարվածություն առաջացնել այդ հարաբերություններում եւ բանակցությունների վրա բացասական ազդեցություն ունենալ։ Իրականում դիվանագիտության մեջ ընդունված հնարք է, երբ այսպես արհեստական հումանիտար խնդիր են ստեղծում, այնուհետ համաձայնվում են ետ քայլ կատարել, զիջում կատարել, ակնկալելով դրա դիմաց հակառակ կողմի ել ավելի մեծ եւ ավելի կարևոր զիջում։ Միգուցե այս դեպքում եւս այդ նպատակն են հետապնդում, բայց ամեն դեպքում սա ես վստահ եմ, որ նպատակաուղղված, գիտակցաբար արված քաղաքական քայլ է, որի նպատակներից մեկն է նպաստել Ստամբուլում ապրող հայերի ձուլմանը, մյուս կողմից դա փորձ է ապացուցել հայ համայնքին, որ իրենք խոցելի են եւ կախում ունեն, մեծագույն կախում ունեն քաղաքական իշխանությունների որոշումներից։ Հիշեցնեմ, Թուրքիայում ապրող հայաստանցիները բազմիցս Թուրքիայի իշխանությունների ձեռքում Հայաստանի վրա ազդելու քաղաքական լծակ են եղել եւ գործիք են եղել։ Էրդողանը բազմիցս հայտարարել է կամ սպառնացել է Հայաստանին, որ կվտարի Թուրքիայից այնտեղ ապրող Հայաստանի քաղաքացիներին եւ անգամ այսպես մանիպուլյացիաներ էր անում այդ հայերի թվականակի հետ, պնդում էր, թե իբր այդ հայերը 100,000-ի են հասնում իրենց թիվը, մինչդեռ իրականում 30,000-ից ոչ ավել են հիմա իրանք։ Հիմա էլ արդեն գործիք է դարձնում այդ հայաստանցիների զավակներին։